Սեպտեմբերի 20-ին ժամը 22:40-ին հիվանդանոցից ոստիկանության նոր-նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ և կրծքավանդակի վնասվածքով մի տղամարդ։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը դեռևս չպարզված հանգամանքներում Բաքունցի փողոցի առաջին նրբանցքի թիվ 3 շենքի մոտ վիճաբանության ժամանակ նրանց դանակահարել է անհայտ մի քաղաքացի։ Վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Հակոբ Բուդաղյանը ըստ բժշկի տեղեկանքի ի վիճակի չէ հաղորդում տալու, իսկ մահացածը 25-ամյա Դավիթ Օհանյանն է։ Ոստիկանության նոր-նորքի բաժնի ոստիկանները համագործակցելով կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ արդեն հաջորդ օրը բերման ենթարկեցին դանակահարողին, նոր-նորքի 4-րդ զանգվածի բնակիչ 1987 թվականին ծնված Վարաժ Մանուկյանին։ Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ ինքն է դանակահարել Օհանյանին և Բուդաղյանին։ Դեպքի վայրում քննչական գործողություն կատարելիս հանցագործության գործիք դանակը չհայտնաբերվեց։ Վարաժ Մանուկյանը ձերբակալված է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 22-ից 23-ը Հանրապետությունում արձանագրված գողության 6 դեպքից բացահայտվել է 3-ը, իսկ խարդախության ու խուլիգանության մեկական և մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերն էլ բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1, մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության 7 և խարդախության 2 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, 2 մարդ զոհվել է, 16-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Սեպտեմբերի 22-ին ժամը 06:30-ի սահմաններում Ջերմուկ Գնդեվաց ճանապարհի 16-րդ կիլոմետրին Զիլ 131 մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից ընկել է ձորը։ Վթարի հետևանքով ուղևորը 21-ամյա Մռազ Ֆերոյանը տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ Սեպտեմբերի 22-ին ժամը 05:10-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողները Թուրքիայի Ստամբուլ քաղաքից Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխել 31-ամյա Հայկանուշ Հովհաննիսյանին, որը 2008 թվականի փետրվարի 28-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 132 հոդվածի շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը երկրորդ մասի 4-րդ կետի մեղադրանքով։ Հայկանուշ Հովհաննիսյանը կալանավորված է։ Սեպտեմբերի 22-ին ժամը 21:00-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի մի շենքից բերման են ենթարկել 39-ամյա Արտակ Սնխչյանին, որը 2003 թվականի դեկտեմբերի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկրորդ մասի մեղադրանքով։ Արտակ Սնխչյանի մոտից հայտնաբերվել է իր լուսանկարով 1972 թվականի սեպտեմբերի 24-ին ծնված Արման Գևորգյանի անվան Վրաստանի քաղաքացու անձնագիրը։ Սեպտեմբերի 19-ին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր Լոռու մարզային վարչությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ աշխատանքի արդյունքում կաշառակերության դեպք բացահայտվեց Վանաձորում։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի դեկան 1948 թվականին ծնված Հենրիկ Հակոբյանը մի երիտասարդից 1500 ԱՄՆ դոլար էր պահանջել նրան բուհի հեռակա ուսուցման բաժին ընդունելու և հետագայում հովանավորելու համար։ Սեպտեմբերի 19-ին ժամը 15-ի սահմաններում Հենրիկ Հակոբյանը իր աշխատասենյակում կաշառք ստանալու փաստով բռնվեց ոստիկանության աշխատակիցների կողմից։ 1500 դոլարն առգրավվեց, իսկ Հակոբյանը բերման ենթարկվեց ոստիկանության Լոռու մարզային վարչություն։ Գործի ընթացքում պարզ դարձավ, որ սա Հենրիկ Հակոբյանի կաշառակերության միակ դեպքը չէ։ Տարբեր խնդիրներում, այսպես ասած, միջնորդելու և օգնելու դիմաց ստացած գումարներն էլ վերենշվածից պակաս չեն։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական բաժին։ Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Հենրիկ Հակոբյանը ձերբակալված է։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հնարավոր հանցակիցների կողմից թույլ տրված չարաշահումների հետևանքով տուժած այլ քաղաքացիների շրջանը պարզելու։